Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Չնայած կառավարությունից նախապես հայտարարել էին, թե վարչապետը չի գնալու Շվեյցարիա մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին, Փաշինյանն այնտեղ հասավ Ամերիկայի նախագահի հրավերով որպես հիմնադիր անդամ ստորագրելու Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Տեղեկություններ տարածվեցին, թե այս խորհրդում մանդատ ունենալն այնքան էլ էժան չէ։ Անդամակցության գինը $1 միլիարդ եւ մինչև Հայաստանի խորհրդարանում իշխանական падգամավորները լրագրողներին առաջարկում էին ժամանակից առաջ չընկնել, սպասել կառավարության պարզաբանմանը, իսկ ընդդիմադիրներն իրավիճակն էին վերլուծում ու պնդում, որ եթե Հայաստանը անդամավճար չմուծի, ըստ էության չի կարող հավասար ձայնի իրավունք ունենալ այդ կառույցում։ Փաշինյանն արդեն ստորագրել էր հաստատել Հայաստանի միացումը կառույցին։ Լրատվամիջոցներին արտգործնախարարության խոսնակը փոխանցեց նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին առանց հստակ սահմանված անդամավճարի մինչև 3 տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է եւ վերաբերելի է կազմակերպությանը դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում։ Իսկ ինչ կառույց է սա եւ այն ստեղծելով ինչ խնդիր է փորձում լուծել Ամերիկայի նախագահը։ Այս նոր հարթակում խորհրդի անդամ պետությունները քննարկման են առնելու նախ Գազայի խաղաղության հարցը, սակայն փորձագետների համոզմամբ հետագայում Խաղաղության խորհրդի օրակարգ կգան նաև աշխարհում այս պահին ընթացող մյուս հակամարտությունները նույնպես։ Թրամփը փոխում է աշխարհակարգը եւ կարծես թե նա փորձում է Երակենտրոն աշխարհակարգ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան 3 հզոր ուժային միջուկային տերությունների գերակայությամբ։ Նման աշխարհակարգի ստեղծման ճանապարհին Թրամփը փորձում է ստեղծել նաև համապատասխան գլոբալ կառույցներ, քանի որ ՄԱԿ-ը արդեն վարկաբեկված է եւ ըստ էության անգործունյա կառույց է։ Խաղաղության խորհրդում մեր տարածաշրջանից փաստացի այս պահին երկու պետություն իր տեղն ունի։ Կառույցում մեր կողքին նստելու են նաև Ադրբեջանը։ Թրամփը, որը հայ-ադրբեջանական խաղաղությունը իր նախագահության ձեռքբերումների շարքին է դասել, հավասարի է հրավեր ուղարկել եւ Երևան եւ Բաքու։ Ինչ կտա այս մանդատը, ինչպես մեզ այնպես էլ Ադրբեջանին։ Վերլուծաբանների համոզմամբ այս հարցը քննարկելու համար դեռ շատ վաղ է։ Կարելի է նաև սա դիտել որոշակի բիզնես ծրագիր, որովհետև եթե այդ խորհրդում անդամությունը տարեկան $1 միլիարդ է եւ պատկերացրեք, ասենք մի 60-70 պետություն անդամագրվեն, դա լինում է ավելի մեծ բյուջե, քան ասենք օրինակ ՄԱԿ-ի բյուջեն է։ Կառույցին անդամակցելու առաջարկ ի դեպ ունեն նաև Ռուսաստանն ու Չինաստանը, նրանցից պատասխան դեռ չկա, իսկ եվրոպական երկրների հասած ողջույնները ոգևորված արձագանքներ հետ չեն ստացել, ինչն ըստ մասնագետների ընդհանրապես պատահական չէ։ Հայտարարություններից հետո թե Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոն, մեր երկրում իսլամական պետության դեսպան Խալիլ Շիրղոլամին այս անգամ գրավոր խոսքն է ուղղում հայ ժողովրդին, հոդված է հրապարակել, անդրադառնալով Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Պատմական համեմատականներ է անցկացնում, պնդում, թե տնտեսական պահանջներով առաջնորդվող քաղաքացիական բողոքի ակցիաները մի քանի օր շարունակ խաղաղ մթնոլորտում էին ընթանում, ավելին կառավարությունն ապահովում էր ցուցարարների անվտանգությունը, սակայն հանկարծ մեջբերում եմ քաղաքացիական բողոքի եւ փողոցի ասպարեզը խլվեց հասարակությունից եւ որոշ տարերի ներթափանցմամբ ականատեսը եղանք մի քանի իրավիճակի ստեղծման, երբ բռնությունը փոխարինեց երկխոսությանը եւ վնաս հասցրեց հանրային անվտանգությանն ու քաղաքացիների բնականոն կյանքին։ Հայաստանի հասարակության համար այս օրինաչափությունն անծանոթ չէ։ Ձեր երկրի պատմությունը ցույց է տվել, որ քաղաքական բռնությունը եւ բողոքի ցույցերի արմատականացումը, հատկապես երբ դրանք ուղեկցվում են աշխարհաքաղաքական մրցակցություններով կամ արտաքին ուժերի ճնշումներով, թիրախավորում են կայուն ժողովրդավարությունը, քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը եւ ոչ մի այլ արդյունքի բացի անկայունությունը, համայն հասարակությանը հասցված վնասը եւ հանրային վստահության քայքայումը չեն հասցնի։ Շարունակելով պատմական փորձը վկայաբերել դեսպան
տնտեսպան Շիրղոլամին նշում է այն շարժումները, որոնք կամա թե ակամա սրում են լարվածությունը, հաճախ նպաստում են ճգնաժամի վերաարտադրմանը, որից դուրս գալն արդեն բոլորից մեծ գին է պահանջում։ Այստեղ ընդգծում է կործանարար գործողությունների ընթացքում խռովարարներն ու անջատողականները առանց հաշվի առնելու հասարակության անցյալի փորձը եւ ժողովրդի ազգային ինքնությունը պատրաստակամ են իրենց ճակատագրի որոշման հարցում թույլ տալ նույնիսկ արտաքին միջամտություն։ Թեպետ Հայաստանում շատերը փորձում են այսպես համոզել, որ Իրանը որևէ խնդիր չի տեսնում թրիփի հետ կապված, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների հետ կապված, ակնհայտ է, որ հատկապես Իրանում պահպանողական շրջանակներում այդ մտահոգությունը ոչ միայն փարատված չէ, այլև այն առկա է։ Եվ դեսպանը ըստ էության փորձում էր նաև այսպես մեղմորեն մասնավորապես հոդվածի մեջ դրանց մասին հասկացնել։ Հույս հայտնելով, որ ի վերջո այս բոլոր խնդիրները կփարատվեն եւ որևէ կասկած չի մնա իրանցիների մոտ Հայաստան տեղ ունեցող գործընթացներում։ Հենց մենք պետք է դրանից դաս քաղենք, որ մեր խնդիրները պետք է մենք լուծենք, ոչ թե դրսի օգնությամբ։ Բնական է, ով գալիս է խնդիրը լուծում, դա նշանակում է գալիս է իր շահերի համար, որևէ մեկը հենց այնպես որևէ մեկին լավություն չի անում։ Բնականաբար դա է։ Այսինքն ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, ոչ Ռուսաստան, ոչ մեկը մեր խնդիրը հենց այնպես չի լուծի։ Իրանում տեղի ունեցողը փորձագետ վերլուծաբանների համոզմամբ կապ ունի ամբողջ տարածաշրջանի հետ։ Ավելին մասնագետների խոսքով դրանք նաև միտում ունեն այս կամ այն զարգացման պարագայում փոխել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Մերձավոր Արևելքի անվտանգային ճարտարապետությունը։ Ընդհանրապես իրանական ներկա հասարակությունը իր մեծամասնությամբ փորձում է պահպանել այն համակարգը, որը գոյություն ունի։ Մյուս կողմից Հայաստանի տեղ ունեցող գործընթացները, հատկապես հաշվի առնելով, որ Իրանը ունի բացահայտ ճշնամական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, ոչ լավ հարաբերություններ Եվրոպական միության հետ, իսկ Հայաստանի փորձը անցնել դեպի Եվրոպական միության, դեպի Միացյալ Նահանգների ազդեցություն, այսպես պայմանական ասենք ազդեցություն, դրանք բոլորը Իրանը դիտարկում է որպես իր համար սպառնալի։ Մասնագետների պնդմամբ հատկապես 44-օրյա պատերազմից հետո մեր հարավային հարևանը մեծ ցանկություն ունի սերտացնելու հայ-իրանական բարեկամությունը, սակայն դեպի Հայաստան ձգվող ճանապարհը թրիփն է կտրում Ամերիկայի նախագահի պատվին կոչված խաղաղության ու բարգավաճման երթուղին, Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովող։ Վարորդական վկայական ստանալը շատերի համար դարձել է իսկական փորձություն, ապագա վարորդները բարկացած ու հիասթափված են։ Տեսական քննությունը հաղթահարելուց հետո դիմորդներին սպասվում են երկար ու ձիգ տանջալի ամիսներ գործնական քննությանը հասնելու համար։ Տեսական քննությունից հետո ապագա վարորդները ոգևորված սպասում են գործնական փուլին։ Նոր կարգավորմամբ, եթե տեսականը հանձնած դիմորդը 1 տարվա ընթացքում չի հասցնում հանձնել նաև գործնականը, ապա ստիպված է ամբողջ գործընթացը սկսել սկզբից, կրկին հանձնելով տեսական փուլը։ Շատերին ասում են տեսական քննությունը հանձնելուց հետո ստիպված են եղել մինչև 6 ամիս սպասել գործնականի իրենց հերթին։ Որոշ դիմորդների մոտ առաջին փորձը չի ստացվել, իսկ երկրորդ անգամ հանձնելու հնարավորությունը չեն ունեցել, քանի որ այդ ընթացքում տեսական քննության վավերականության ժամկետը լրացել է։ Խնդրի լուծումը ներքին գործերի նախարարը մասնավորի հետ գործակցությամբ է տեսնում։ Մեր պլանը այն է, որ այս տարվա կտրվածքով մենք համագործակցություն պիտի ծավալենք նաև մասնավոր ընկերությունների հետ եւ մոդելային փոփոխություն ունենանք հաշվառման քննական ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Մոդելի փոփոխության վերջնարդյունքում մենք կունենանք շատ ավելի բարվոք պայմաններ հաշվառման քննական ծառայությունների դեպքում։ Ընդ որում խոսքս թե ենթակառուցվածքին է վերաբերում եւ թե առհասարակ վարորդական իրավունք ստանալու քննությանը եւ դրա բովանդակությանը։ Մենք այստեղ նախատեսում ենք նաև կրթական բաղադրիչի ներդնում, տեսական քննության վերաիմաստավորում, գործնական քննության վերաիմաստավորում։ Թեև նախարարն ասում է, որ ծանրաբեռնվածությունը հիմնականում Երևանում է ու առաջարկում է քաղաքացիներին մարզերում հանձնել քննությունը, մասնագետների պնդմամբ սակայն հատկապես ծանրաբեռնված են Սևանի եւ Աբովյանի հաշվառման քննական ստորաբաժանումները։ Իսկ արդյոք մասնավորի հետ համագործակցությունը կլուծի հարցը։ Մասնագետները վստահ են՝ ոչ։
Դա պետությունը ասում է, քանի որ մենք ուշ ենք արձագանքում սպասարկմանը, բարելավմանը, դրա համար եկեք մասնավորին տան, կգնեք մասնավորի երեսին կթքեք, իրանից կպահանջեք, մենք էլ կասենք, այո, մասնավորը ճիշտ են, այս ինչերը ապահովեք արեք, էլի։ Որ լիցենզավոր են վերահսկեն, մեկը սենցել են կաշառք տվողին բռնում, մնացել են բռնել։ Նույն բանն է։ Հիմա գաղափարափոխվեք։ Խնդիրը ըստ մասնագետների նաև տեխնիկական պատճառներ ունի։ Հաշվառման քննական բաժիններում առաջացած տեխնիկական խափանումների պատճառով հաճախ չեղարկում են քննությունների հերթերը, դիմորդներին թողնելով անորոշ վիճակում։ Մյուս խնդիրն այն է, որ կան քաղաքացիներ, ովքեր գրանցվում են քննության համար, սակայն չեն ներկայանում եւ չեն չեղարկում իրենց հերթը։ Այդպես ձևավորվում են այսպես կոչված փուչ հերթեր, բայց օրենքով ոչ ոք իրավունք չունի այդ ազատված ժամին սպասարկվելու։ Նոր կարգավորմամբ, եթե դիմորդը գործնական քննությունից ստացել է բացասական արդյունք, կարող է վերահանձնել այն արդեն հաջորդ օրը, վճարելով 45,000 դրամ։ Սակայն մասնագետների համոզմամբ այս լուծումը խնդրի ամբողջական լուծում չէ։ Ասում են, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություն, կարող են արագ առաջ գնալ, իսկ չունեցողների հերթը պարզապես հետ է ընկնում։ Մասնագետների ու դիմորդների կարծիքով հաշվառման քննական բաժինները պարզապես չեն բավարարում մարդկանց մեծ հոսքին եւ դրանց քանակն ավելացնելու անհրաժեշտություն կա։ Հունվարի 25-ին Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են 23-ամյա Հայկի Մերսեդեսը եւ Իրանի Իսլամական Հանրապետության 43-ամյա քաղաքացու վարած իրանական համարանիշներով Scania ավտոբուսը։ Մերսեդեսի վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն, վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության վայքի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Հատուկ տեխնիկա են օգտագործել վիրավորին մեքենայից դուրս բերելու համար։ Ավտոբուսում մեծաթիվ ուղևորներ են եղել, բարեբախտաբար չեն տուժել։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։ Ճանապարհն սպասարկող ճանշինը ճանապարհն ամբողջությամբ մաքրել է, տեսնում եք, անգամ մերկասառույց չկա, այնպես որ չեն կարող ասել, որ պատճառը եղել է ճանապարհի սառած լինել, ճանապարհը լրիվ անցանելի է ասֆալտ, կարելի ասել։ Հունվարի 23-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում Աբովյան ջրվեժ ճանապարհին Արտաշատի խճուղում բախվել են Կամազ Բեռնատարն ու Ֆորդ Տրանզիտը, մեկ ուղևոր տեղում մահացել է, իսկ երկու հոգու շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, մեկ վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։ Ժամանել են փրկարարության Երևանի TV-ներորդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի երկրորդ դասակի պարեկները։ Հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց ձյունապատ, ձուն գալուց է եղել։ Բայց ակնհայտ է, որ Կամազը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։ Երևան-Երասկ-Մեղրի ավտոճանապարհին Սարավան բնակավայրի վարչական տարածքում էլ Հովո Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց գողաշրջվել։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները։ Վարորդը եղել է սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հունվարի 24-ին Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Մերսեդեսի վարորդը այն վարում է անկանոն, հանդիպակաց բախվելով մի քանի մեքենաների, նաև վթարային վիճակ ստեղծելով։ Ըստ տեղեկությունների նա Արարատի մարզից ուղևորվել էր դեպի Վայոց ձորի մարզ, Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատարն էլ այդ տեղեկությունը փոխանցել է Վայոց ձորի մարզի գումարտակի հրամանատարին, ու Վայոց ձորի պարեկները նկատելով Մերսեդեսը Արենի գյուղում կանգնեցրել են նրան։ Տեղում պարզվել է, որ վարորդը վարելու իրավունք չունի, ոչ սթափ վիճակում է։ Ու հիմա տեսնում եք այս պահին Վայոց ձորի մարզի պարեկները կարողացել են հետապնդել, մի քանի անգամ բարձրախոսով ասում են կանգնի, սակայն նա չէր կանգնում, հետո ի վերջո կանգնեց։ Այս պահին նա ասում է, որ ինքը միշտ այս ավտոմեքենան վարել է առանց պրավի, առանց դոկումենտի ու այդպես էլ շարունակելու է վարել։ Պարեկները նրան ու մեքենան տեղափոխել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Ի դեպ մեքենայի առջևի հատվածը կողային հայելիներ ամբողջությամբ վնասված էին։
Հունվարի 23-ին նոր Հաչնի կամրջի վրա բախվել են Լադան ու Mitsubishi Pajero-ն, վերջինը մասամբ հայտնվել է կամրջի երկաթե պատնեշի վրա։ Մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Կամուրջն ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով, ճանապարհը սպասարկող ընկերությունը վթարից միայն 40 րոպե հետո է ժամանել, աղուավազ լցրել։ Սառացա եղել ոնց որ ասում մերկասառույց եւ ըստ հավաքված քաղաքացիների միայն վթարից 40 րոպե հետո նոր ճանշինը, ճանապարհը սպասարկող ճանշինը ժամանել ու սկսել է ճանապարհը մշակել աղու ավազով։ Հունվարի 23-ին Երևան-Մեղրի ճանապարհին 58-ամյա Կամոն վազ 21-21-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց։ Վարորդը 11 եւ 7 տարեկան ուղևորները տեղափոխվել են Վայոց ձոր բժշկական կենտրոն, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած փրկարարության Եղեգնաձորի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Ճանապարհն ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով։